Ինչպես ասում են, սերը պատմություն է կնոջ կյանքում, իսկ դրվագ տղամարդու։ Հենց այսպիսի մի դրվագի պես էլ ավարտվեց երիտասարդ տղայի կյանքը։ Չնայած այս պատմության մեջ սեր բառը չափազանցված է։ Այստեղ առկա են եղել բացառապես սեռական հարաբերություններ։ 51-ամյա կինը սիրային հարաբերություններ է ունեցել 24-ամյա Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու հետ, որից հետո զուգընկերները վիճաբանել են։ Վիճաբանությունից անմիջապես հետո կինը վերցրել է ծծմբական թթվով լի տարան և ամբողջությամբ դատարկել այն երիտասարդի մարմնի վրա։ Հնդկաստանի քաղաքացին ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Ցավոք, երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մահացել է հենց բժշկական կենտրոնում։ Հետաքրքիր և ցնցող մանրամասներ հենց գործը քննող քննիչից։ Սևանի այս հրաշք բնությունն ու մաքուր օդը 24-ամյա Հնդկաստանի քաղաքացին վայելեց իր կյանքի վերջին օրը։ 51-ամյա կինը վերջինիս հետ վիճաբանությունից հետո ծծմբական թթվի միջոցով սպանեց երիտասարդին։ Իրավապահներին հաջողվել է պարզել, որ կինը նմանատիպ սցենարով մարմնական վնասվածք է պատճառել իր նախկին զուգընկերներից ևս մեկին։ Փետրվարի 12-ի գիշերը ժամը 2:30-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 24-ամյա ազգությամբ հնդիկ երիտասարդի վրա ծծմբական թթու է լցրել վերջինիս հետ սիրային հարաբերությունների մեջ գտնվող 51-ամյա կինը։ 2025 թվականի փետրվարի 12-ին ժամը 02:30-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել։ Հազանգ տվող քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում եւ նշել է հասցեն մարդ է մահանում եւ խնդրել է ոստիկաններ մոտենան։ Այնուհետև հազանգը փոխանցվել է շտապօգնության ենթակայանին, ոստիկանության բարեկային ծառայության եւ ներքին գործերի նախարարության Սևանի ոստիկանության բաժնի օպերատիվ կառավարման, այսինքն օպերատիվ կարգախումբը մեկնել է դեպքի վայր Լճաշեն համայնքում, որտեղ բնակարանում քաղաքացու կողմից արդեն իսկ նշված բնակարանում հայտնաբերել են տղամարդու մարմին, որը հանդիսացել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի։ Նշված տղամարդուն շտապօգնության ենթակայանի կարգախմբով տեղափոխել են Սևան ԲԿ, որտեղ տղամարդը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի առթիվ 2025 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի նախատեսված արարքի հատկանիշներով թիվ քրեական վարույթը նախաքննության ընթացքում հանձնարարություն է տրվել քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությունը փոփոխություն կատարելու մասին 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը փոխակերպվել է արդեն 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով։ Պարզվել է, որ երիտասարդի ու կնոջ միջև սիրային կապը ստեղծվել է դեռևս 2024 թվականին, իսկ կնոջ նման վարքագծի պատճառ է հանդիսացել միմյանց միջև տեղի ունեցած հարաբերության շուրջ ծագած վիճաբանությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուհին եւ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին 2024 թվականի սեպտեմբեր ամսից դեռևս միմյանց հետ սիրային կապի մեջ են գտնվել միմյանց հետ։ Այնուհետև սեռական հարաբերություն ունենալու տարաձայնություններից ելնելով վիճաբանել են քաղաքացուհու Լճաշեն բնակավայրում հիշյալ բնակավայրում գտնվող բնակարանում։ Այդ ընթացքում քաղաքացուհին լոգարան գնալու պատրվակով ննջասենյակից դուրս է եկել եւ բնակարանում արդեն իսկ գտնվող պահեստարանից իր հետ վերցրել եւ հետ է բերել ննջասենյակ ծծմբական թթուն, որը ամբողջությամբ տարայով շուռ է տվել, այսինքն դատարկել է տուժողի մարմնի վրա, պատճառել է մարմնական վնասվածք։ Մինչ երիտասարդը տեղափոխվում էր Սևան բժշկական կենտրոն, Լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր եւ օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն եւ լցրել նրա վրա։ Նախաքննության ընթացքում քաղաքացուհին հայտնել է, որ իր զուգընկերը հիշալ օրը դեպքի օրը իրենց էցի է ենթարկել,
որի վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն կենդանի անձի մասով, ինչպես նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաքիմիական, դատանյութագիտական փորձաքննություն։ 2025 թվականի փետրվարի 13-ին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ընդհանուր օֆիցիալ դատարան մեղադրյալի նկատմամբ խափանումիջոց կալանք ընտրելու մասին, որն ամբողջությամբ բավարարվել է, որից հետո մեղադրյալը տեղափոխվել է Աբովյան քերակատարողական հիմնարկ։ Ստացվել են դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից միայն քաղաքացուհու մասով, կենդանի անձի մասով նշանակված եզրակացությունը եւ համաձայն որի ստացված եզրակացության վնասվածքի աստիճանը եղել է թեթև աստիճանի, առողջանը չքայքայող։ Իրավապահները պարզել են նաև, որ մահացած երիտասարդը գտնվել է տնային կալանքի տակ։ Վերջինիս առաջադրված է եղել մեղադրանք ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու հոդվածով։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումներից մեկում տուժողի վերաբերյալ վարույթ է նախաձեռնված, համաձայն որի տուժողը առաջինատյանի դատարանի որոշմամբ եղել է վարչական հսկողության, որի վերաբերյալ վարույթի նյութերում առկա է նաև տեղեկան կազմած այդ մասին եւ պրոբացիայի ծառայությունից ներկայացրած գրության համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու ընթացքում անդրադարձ է կատարել վարույթն իրականացնող մարմինը, պարզելու տուժողի այրան մեջ պարունակող ալկոհոլի քանակությունը, հոգեմետ հոգեներգործություն նյութերի քանակությունը եւ դեռևս չենք ստացել պատասխանը եզրակացությունը։ Իրավապահներին հաջողվել է նաև պարզել, որ կինը նմանատիպ սցենարով մարմնական վնասվածք է պատճառել նաև իր նախկին զուգընկերներից եւս մեկին։ Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։